Հովհաննես 13-րդ գլուխ։ Զատկի տոնից առաջ Հիսուսն իմացավ, որ հասել է իր ժամը, որպեսզի այս աշխարհից փոխադրվի Հոր մոտ։ Սիրեց այս աշխարհում գտնվող յուրայիններին, ամբողջովին սիրեց նրանց։ Ընթրիքի ժամանակ սատանան արդեն Սիմոնի որդի Իսկարիովտացի Հուդայի սրտի մեջ դրել էր, որ մատնի նրան։ Հիսուսը հասկացավ, որ Հայրն ամեն բան իր ձեռքն էր հանձնել, և որ ինքն Աստծուց էր ելել ու Աստծու մոտ էր գնում։ Նա վեր կացավ ընթրիքի սեղանից, մի կողմ դրեց զգեստները և մի սրբիչ վերցնելով մեջքին կապեց։ Եվ ապա ջուր վերցնելով, լցրեց կոնքի մեջ ու սկսեց իր աշակերտների ոտքերը լվանալ և սրբել մեջքին կապած սրբիչով։ Մոտեցավ Սիմոն Պետրոսին և սա ասաց նրան. «Տեր, դու ես իմ ոտքերը լվանում»։ Հիսուսը պատասխանեց նրան. «Ինչ որ ես անում եմ, դու հիմա չես հասկանում, բայց հետո կհասկանաս»։ Պետրոսը նրան ասաց. «Իմ ոտքերը հավիտյան չես լվանա»։ Հիսուսը նրան պատասխանեց. «Եթե քեզ չլվանամ, ինձ հետ մաս չունես»։ Սիմոն Պետրոսն ասաց նրան. «Տեր, ոչ միայն ոտքերս, այլև ձեռքերս ու գլուխս էլ լվա»։ Հիսուսը նրան ասաց. Լվացվածին ուրիշ բան պետք չէ, պետք է միայն ոտքերը լվանալ, քանի որ ամբողջությամբ մաքուր է։ Եվ դուք մաքուր եք, բայց ոչ բոլորդ։ Որովհետև գիտեր նրան, ով իրեն մատնելու էր, դրա համար ասաց. Ոչ բոլորդ եք մաքուր։ Երբ նրանց ոտքերը լված, վերցրեց իր զգեստները և դարձյալ սեղան նստեց ու ասաց նրանց. Գիտեք թե այդ ինչ արեցի ձեզ։ Դուք ինձ վարդապետ ու Տեր եք կոչում, և լավ եք անում, քանի որ իսկապես եմ։ Արդ, եթե ես, Տերս ու վարդապետս լվացի ձեր ոտքերը, դուք էլ պարտավոր եք միմյանց ոտքերը լվանալ։ Որովհետև մի օրինակ տվեցի ձեզ, որպեսզի ինչպես ես ձեզ արեցի, դուք էլ նույն ձևով անեք։ Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, ծառան ավելի մեծ չէ, քան իր տերը, և ոչ էլ ուղարկվածը ավելի մեծ, քան նա, ով ուղարկեց նրան։ Եթե այս բաները գիտեք, առավել երանելի եք, եթե դրանք կատարեք։ Ձեր բոլորի համար չեմ ասում, որովհետև ես գիտեմ նրանց, որոնց ընտրել եմ, այլ որպեսզի կատարվի գրվածը, ով ինձ հետ հաց էր ուտում, իմ դեմ դարձավ։ Հենց այժմվանից ասում եմ ձեզ, քանի դեռ չի եղել, որպեսզի երբ լինի, հավատաք, որ ես եմ։ Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, իմ ուղարկածին ընդունողն ինձ է ընդունում, և ինձ ընդունողն ընդունում է նրան, ով ուղարկեց ինձ։ Երբ Հիսուսն այս բաներն ասաց, խռովվեց իր հոգում, վկայեց ու ասաց. Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզնից մեկը մատնելու է ինձ։ Աշակերտներն իրար էին նայում տարակուսելով, թե ում մասին է ասում։ Եվ աշակերտներից մեկը, որին Հիսուսը սիրում էր, նստել էր նրա մոտ։ Սիմոն Պետրոսը նրան նշան արեց, հարցնելով, թե այդ ում մասին է ասում։ Եվ նա Հիսուսի կրծքին ընկնելով, հարցրեց նրան. Տեր, ով է։ Հիսուսը պատասխանեց. Նա է, որի համար ես այս պատառը կթաթախեմ ու կտամ նրան։ Եվ թաթախելով պատառը, տվեց Իսկարիովտացի Հուդային։ Պատառն առնելուց հետո սատանան մտավ նրա մեջ։ Հիսուսը նրան ասաց. Արդ, ինչ որ անելու ես, իսկույն արա։ Սեղանակիցներից ոչ ոք չիմացավ, թե նա ինչի համար այդ ասաց նրան։ Որովհետև ոմանք կարծում էին, թե քանի որ Հուդան էր գանձանակը պահում, Հիսուսը նրան ասաց. գնիր ինչ որ տոնի ժամանակ պետք է մեզ, և կամ որ մի բան տա աղքատներին, իսկ նա պատառը վերցնելով իսկույն դուրս ելավ։ Եվ գիշեր էր, երբ նա դուրս ելավ, Հիսուսն ասաց. Այժմ մարդու որդին փառավորվեց, և Աստված փառավորվեց նրանով։ Քանի որ եթե Աստված փառավորվեց նրանով, Աստված էլ նրան կփառավորի իրենով և իսկույն կփառավորի նրան։ Որդյակներս, մի քիչ ժամանակ դեռ ձեզ հետ եմ։ Ինձ պիտի փնտրեք և, ինչպես ասացի հրեաներին, ուր ես եմ գնում, դուք չեք կարող գալ։ Եվ այժմ նույնը ձեզ էլ եմ ասում։ Նոր պատվիրան եմ տալիս ձեզ, որ սիրեք միմյանց։ Ինչպես ես ձեզ սիրեցի, դուք էլ միմյանց սիրեք։
Եթե դուք միմյանց սիրեք, դրանով բոլորը կիմանան, որ դուք իմ աշակերտներն եք։ Սիմոն Պետրոսը նրան ասաց. Տեր, ուր ես գնում։ Հիսուսը պատասխանեց. Ուր ես եմ գնում, դու այժմ իմ հետևից չես կարող գալ, բայց հետո կգաս իմ հետևից։ Պետրոսը նրան ասաց. Տեր, ինչու այժմ չեմ կարող գալ քո հետևից։ Այժմվանից իսկ իմ կյանքը քեզ համար կտամ։ Հիսուսը պատասխանեց. Ինձ համար կյանքդ կտաս։ Ճշմարիտ եմ ասում քեզ։ Աքաղաղը դեռ չկանչած 3 անգամ ինձ ուրացած կլինես։